Տիկին Ստեփանյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի հարցեր եք առանձնացրել, որոնց հետ կապված կլսենք նաև ձեր տեսակետը։ Եվ այսպես այսօր կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցով հանդես եկավ, որտեղ պատասխանելով մի քանի հարցերի, տեսեք, Արարատ թե Արագած, դա պետության թե չպետության մասին հարց է։ Հայաստանում կա Արարատ, եւ դա Արարատ խոշորացված համայնքն է եւ Արարատի մարզը։ Արարատ սար Հայաստանում չկա։ Ես այսպես մի քանի մեջբերումներ կանեմ եւ կխնդրեմ, որ դուք մեկնաբանեք։ Այս իր խոսքի հետ կապված ձեր մեկնաբանությունը։ Շնորհակալություն, նախ ցավում է, որ 26 թվականը արդեն 1 տարի շուտով կամփոփենք 26 թվականից եւ 1 ամիս կամփոփենք, բայց այդ 1 ամսվա ընթացքում սուտասաների եւ գողերի բանդան շարունակում է Հայաստանում իշխանավարել։ Դե սուտասաներ եւ գողեր ասում ենք շատ պարզ պատճառով, բայց նաեւ դուք հիմա հարց եք հնչեցնում, թե Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մենք Արարատ լեռ չունենք, ինչ ասել, այդպիսին են լինում հողատու, դավաճան եւ օտարի կոշիկ լիզող իշխանությունները, որոնք հրաժարվում են իրենց պատմությունից, իրենց հայրենիքից, իրենց արժեքներից, արժեհամակարգից, հենց այդպիսի իշխանությանն է բնորոշ նման արտահայտություն անելը, իսկ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է օրինակ Արարատի մարզ, Արարատ քաղաք, դրանք որտեղից են առաջացել, կամ իր արտգործնախարարին հարցրել է արդյոք պապդ կամ հայրդ, որ որոշել էր քո անունը Արարատ դնել, այդ Արարատ մարզը նկատի ուներ, հա? Սա բացառապես դավաճան, օտարի կոշիկ լիզող իշխանության գործելաոճ ու խոսելաձև է, ես կարծում եմ, եւ հենց այդ խոսելաձևն է պատճառը, հենց իրենց գործելաձևն է պատճառը ավելի ճիշտ, որ իրենք անգամ մեր եռաբլուր այցելելիս վախենում են, էլ անձնական թիկնազորել չգիտես ինչ, բայց նաև ցույց էին տաս, որ անգամ այդ մահացած տղերքի շիրիմներին այցելելիս դիպուկահարներով են գնում։ Ինչի մասին է խոսքը։ Ես այսօր էլի լսեցի, ասում էր դե թող հեղափոխություն անեն, մենք ասել ենք, երբ հեղափոխություն անեն, մենք էլ իշխանությունը կզիջենք իրենց։ Դուք վախենում եք, ես այդպես կարծում եմ, որ իրենց տանը սենյակից խոհանոց, խոհանոցից լոգասենյակ գնալիս էլի դիպուկահարներով են գնում, որովհետև եթե իրենք արդեն եռաբլուրից են այդ վախը ապրում, բա դուք այդ եռաբլուրում գտնվող տղաների ծնողներից ինչքան եք վախենում, այ վերգոներ, բա իրենցից ինչքան եք վախենում։ Գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանը կարող է շատ բան ասել, հողատու դավաճան իշխանությունը կարող է մեր մեջ շատ օտարամոլություններ սերմանել, մեզ կտրել մեր արմատներից, մեր արժեհամակարգը պղծել, բայց դա ես չեմ կարծում, որ օրինակ իմ տանը կա Արարատ լեռան նկարը, վստահ եմ ձեր տանն էլ կլինի, այնպես չի, որ այս մի քանի տարով եկած այս դրածո իշխանությունը կարող է ինչ-որ բան փոխել, գուցե ոմանց մոտ արժեհամակարգ փոխվում է, բայց ես վստահ եմ, որ նորմալ հայի մոտ այս իշխանությունը չի կարող արժեհամակարգ ձևավորել։ Իմիջիայլոց ծնողների հետ կապված, որ դուք ասացիք գնում ես եռաբլուր, մենք տեսանք, հա, որ ամսի 27-ը, հունվարի 27-ը իրենք հիշատակման օր էին հռչակել եւ այդ օրը գնացին եռաբլուր, չգնալով հունվարի 28-ին, մեր բանակի կազմավորման օրը։ Այնտեղ նաեւ մեր ծնողներն էին, ովքեր վաղ առավոտից այնտեղ էին, որպեսզի այս իշխանության ներկայացուցիչները
ներկայացուցիչներից եւ ոչ ոք չհամարձակվի մոտենալ իրենց զավակների շիրիմներին եւ ինչպես իրենք էին ասում, իրենց ներկայությամբ պղծեն այդ շիրիմները։ Եվ այսօր մեր գործընկերը Անի Գևորգյանը եւս նրան հարցրեց, ասաց, գիտեք, Եռաբլուրում ծնողների հետ երբ զրուցում էի, նրանց մեծ մասը հարցնում էին, լավ, ինչի համար եք դուք ձեր նախագահը այդքան շնորհակալ ու երախտապարտ Ալիևին, եւ նաեւ նորից եւս մեկ անգամ հիշեցրեց, երբ կազատագրեք Սև լիճը, Իշխանասարը, խնդրեմ մեծ մասով ձեր տեսակետը։ Դե ծնողները 20 թվականի պատերազմից հետո հասկացան, որ իրենց տղաները, մեր զինվորները չեն պարտվել է ավելի ճիշտ դավաճանել է Արցախին, մեր հայրենիքին այս իշխանությունը, չգիտեմ ինչ պայմանավորվածության արդյունքում, եւ երեք այո, ես էլ շատ ու շատ ծնողների հետ Եռաբլուրում խոսում էի, գիտեք, Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է իր երկրի հակառակ կողմը գրքով։ Մի քանի օր առաջ, երբ իրեն հարց բարձրացրեցին, այ դուք ասել եք, որ պատերազմից հետո այսպիսի դեմքեր, այդ լացը, կոծը կխլանա այդ երաշտության մեծ աղմուկի մեջ, մենք տեսնում ենք, հիմա էլ մենք դա ենք տեսնում։ Այ հիմա մենք դա ենք տեսնում։ Երեք ես ականատես եղա մի զրույցի, որ բանակի օրվա առթիվ ծառայած տղաներ որոշել են գնան միտեղ ուղակի բաժակ բարձրացնեն, նրանցից մեկը ընդդիմացել է, ասել է, ինչպես կարելի է գնալ Եռաբլուր, հետո գալ ոնց որ նստել սեղանի շուրջ քեֆ անել եւ այլն, իսկ Նիկոլ Փաշինյանը ինչ արեց, գնաց այդ օրը դիպուկահարներով, աղմուկ, այո, պղծեց, չի էլ մոտեցել այդ տղաների շիրիմներին, բայց պղծեց։ Երեք ծնողներն էլ էին ասում, դու այդ ծնողներին հարցրել ես, որ հիշատակի օր ես հռչակել հունվարի 27-ը։ Ես լավ տեսա այդ օրը օրինակ Մակրոնը հիշատակել էր հոլոկոստի օրը։ Դու որևէ մեկի հետ խորհրդակցել ես, չէ՞ որ այդ հիշատակի տերը դու չես։ Գուցե այս պահին իշխանության ղեկին ես, բայց այդ հիշատակի տերը դու չես, այդ հիշատակի կրողները այս ժողովուրդն է, այս ժողովրդի զավակներն ու իրեն զավակներին տված ընտանիքներն են այդ հիշատակի օրը հռչակողները։ Դրան հաջորդեց բանակի օրը, բնական էր իրենք այլևս այնտեղ անելիք չունեին, գնացին դիպուկահարներով այդ աղմուկը բարձրացրեցին։ Բանակի օրը ես երեք Եռաբլուրում մի քանի ժամ եղել եմ, համայնքական ճակատշարժման անդամներով եւ կուսակիցներով այնտեղ էինք, այն կեղծ դպիր կա այդ բանով տատույով, որ Նիկոլի հետ մեկ դպիր է, մեկ երիթևի, չգիտեմ ինչն է, մեկ իրեն երևի սուրճ տվողն է, չգիտեմ, այդ տղան տարբեր ռակուրսներով երևում է, երեք մեկի հետ այցելել էր, դուք տեսնեիք այնտեղ հասարակությունը, ժողովուրդը, այնտեղ Եռաբլուրում գտնվող տղերքը իրեն ինչ օրը դրեցին։ Չնայած իր կողքի այդ կինը, որ շատ լկտի բառապաշարով էր խոսում այդ Եռաբլուր եկած տղամարդկանց հետ, լկտի բառից ուղիղ իմաստով կա այդ տեսանյութը, ես հիմա ինձ թույլ չեմ տա այդ բառապաշարով կրկնեմ, բայց իրենք տեղ չունեն, իրենք շատ լավ հասկանում են, որ տեղ չունեն այս հասարակության մեջ։ Փախնում էր, ասում էր պապուս գերեզմանն եմ փնտրում, մեկ վերև էր բարձրանում, մեկ ներքև քո պապը որտեղ կարող է լինել, կամ ինչպես կարող է քո պապը այդտեղ լինել։ Վերջո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւս շատ լավ հասկանում է, որ իրենց մնալու օրերը այստեղ հաշված են եւ սուտ ասելով, կեղծելով, այսօրվա կառավարության նիստը նայում ես, զզվելդ գալիս է, դուք ոնց կարող եք գողեր, սուտ ասաներ, ոնց կարող եք, դուք ամեն օր սուտ ասեք։ Բայց ասած, կառավարության նիստի ժամանակ դուք չտեսաք Տիգրան Ավինյանն ու արդեն ծիծաղալու է իրականում, ոնց է Կակտիկին Ստեփանյան մեզ մոտ Աչափնյակի մետրո գնացի։ Իչակ Սուրմալուի մետրո հետո։ Չէ, Աչափնյակի մետրոյով, ես այդ մետրոյով հետո եկաք այստեղ կենտրոնում Ճոպանուղին նստեցիք։ Եկա, չէ, այն հիշում եք Վրաստանից մի հատ 19 քանի մետրանոց ավտոբուս բերեցին, հանրային տրանսպորտ ցույց տվեցին, էլի շուտ հետ տարան տրանսպորտ։ Այդ տրանսպորտով եկա հետո այստեղ, դե գիտեք։ Դե Ճոպանուղով հետ կգնաք։ Ճոպանուղով, այո։ Խնդրեմ, Երևանում 50 հարկանի շենքերի նախագծի 50 չէ, 70 հարկանի, որ ասում եմ սուտ ասաներ եք, գողեր եք։
Դուք կարող եք թոշակառուի գրպանը մտնել, դուք կարող եք հերոս կլինի օրինակ Տիգրան Ավինյան, ես այլևս չեմ ուզում օրինակ լինել հերոս հարկատու։ Ես գամ քաղաքապետ, սուտ ասելն ինչ է որ չկարողանանք։ Մի պարգևավճարել ձեզ գրում եք բանա, պատշաճ աշխատանք կատարելու համար պարգևատրվում ենք, օրինակ, չէ՞, պիտի ստանայինք այսքան, ստանում ենք այսքան, ձախողում, ասես փուրը չենք տվել բոլորին, պարգևատրվում ենք, լավ ենք անում։ Ինչ է նշանակում, նորագյուղցիներ, պատրաստվեք, տնես զրկվելու եք, ինչպես արցախցիները։ Գալու են, ձեր տներից հանելու են, ասելու են, որ մենք, տեսեք, ստեղ Դուբայ ենք սարքելու, Չիկագո ենք սարքելու, գալու եք, զրկվելու եք դուք ձեր տներից, որովհետև սրանք, եթե ժամանակին օրինակ Հյուսային պողոտայի բնակիչները դուրս եկան, այնտեղ ինչ-որ բան կառուցվեց, հիմա դուք զրկվելու եք, որովհետև սրանք մինչև հիմա ասել են, ասում է Աչափնյակի մետրոյի 22%-ն է թղթով մխտով արված, դուք քանի տարի է դրա մասին եք խոսում, քանի տարի դուք դրա մասին եք խոսում, այդ պարգևավճար ստանաս մի անգամից ստանում լցնում եք ձեր գրպաները, բա այս ձյան առատեղումների ժամանակ օրինակ չտեսանք, Նիկոլ Փաշինյանը դուրս գար բահով, Տիգրան Ավինյան դու դուրս գայիր բահով, հազիվ են խեղճուկրակ թաղապետարանց մեր կողոք հանում եք, նկարում գցում եք, ասում եք մերոնք էլ բահով բան են մաքրում, քանի միլիոնի ավազ ու բան լցրեցի, հիմա էլ ասում եմ բերեք այդ աղի հետ մի քիչ էլ ջուր լցնենք, ուզում ես ընդհանրապես մարդկանց ավտոների հերն անիծել տա, կամ արհեստական բանականությամբ ասում են լուսացույցեր, այ որ արհեստական բանականությունը կա, դուք ինչի եք այդտեղ պարգևավճար ստանում, ես էլ կարող եմ նստել արհեստական բանականության հետ, սիրուն, սարքել, այդ ամեն ինչը բերել տեղ, դուք այդտեղ ինչ գործ ունեք, դուք ինչ գործ ունեք այդտեղ, խաբելու համար, սուտ ասելու համար, սրանք գիտեն հələ պիտի երկիր կառավարեն կամ իրենց հավատացողներ կան, որ մի հատ էլ իրենք պիտի ասեն, տեսեք տարին նոր է սկսվել, սիրելի թոշակառուներ, կենսաթոշակառուներ, երեք մի մարդ գյումրեցի շատ լավ էր ասում էր բանա, ամեն առավոտ մեզ տենց սրտիկներ ա ցույց տալիս, գնում եմ խանութ, գրպանս դատար, քո սրտիկը քեզ պահի, իմ կենսաթոշակը ավելացրու, ձեզ թվում է կամ այդ ինչ այդ չելեն խայտարակություն, տեղներդ վեր ընկեք, գործով զբաղվեք, հերիք է սուտ ասեք, սուտ ասաներ, հիշում եք անցաչափած էստեղի ասեցի, չէ, մահվան նախարար Արսեն Թորոսյանը ինչ ասում էր, Արցախի հայերը դիմել են, Արցախի հայեր չէ, Ադրբեջանի Հանրապետության հայերը։ Ադրբեջանի Հանրապետության, դե ես եմ ասում Արցախի հայերը դիմել են Ադրբեջանի ու Հայաստանի համապատասխան կառույցներին ու եկել են։ Ինչ պարզվեց, սուտ ասան, ինչ պարզվեց, այդ մարդիկ ընդեղ գերության մեջ են եղել։ Նույնիսկ այն ռուստիկինը մինչև հակարի կամուրջլաց ա եղել, իմացել է, որ բերում են գնդակահարելու իրենց։ Սուտ ասաներ, դուք երևի տեղյակ չեք եղել, որ ընդեղից մարդ է գալիս Հայաստան, բերել ճամփել են, ասել են, զանգել ասել են, բերեք տարեք ձեր ժողովրդին հանեցինք այստեղից։ Արցախի վերջնական հայաթափումն էլ ներկայացնում եք, որ գիտեք, այսօր էլ լսում եմ, ասում է մարդիկ մի հատ փոս են տեսնում, մեզ հիշում են, բայց որ 13 կիլոմետր անփոշ ճանապարհով գնում են, իրենց վարչապետի մոտ է ասում, էլի, բայց որ անփոշ ճանապարհով գնում են, մի հատ մեզ շնորհակալություն չեն հայտնում։ Դուք ով եք ձեր շնորհակալություն հայտնենք, կարող այդ ճանապարհները ձեր հոր տնից բերած փողով եք կառուցում։ Հա, ձեր հոր տնից բերած փողով եք կառուցում։ Դուք նստել այդտեղ լափում եք, մտել եք մեր բոլորի պետական բյուջեն ձեզ գումարները դուրս եք գրում ուտում եք, դուք էլ մտածում եք դուք շնորհակալության արժանի եք։ Որևէ հայ, որևէ մարդ, եթե որևէ անգամ կմտածի, որ Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է կառուցել, ինքը չարաչար կսխալվի։ Այդ ճանապարհը, սիրելի թոշակառուներ, ձեր չվճարված թոշակն է։ Այդ ճանապարհը, սիրելի ուսուցիչներ, ձեզ չվճարված բարձր աշխատավարձն է, սիրելի բժիշկներ, ձեզ չվճարված բարձր աշխատավարձն է, եւ ընդհանրապես այդ թոշակը, այդ ճանապարհը մեր բոլորի գումարն է։ Հիմա եկել եք այսպես, մեզ շնորհակալություն մոռացան հայտնեն, դե ասել էի հիմա, որ չասեմ, հետո ասեց։ Ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերին, այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այն պահից, երբ որ հեծը խլում էին Սամվել Կարապետյանից, բոլորը կհիշեք, որ ասում էին, որ հեծը խլում են, որպեսզի տան թուրքերին։ Ինչ էին ասում, չէ՞, էլի բանդայի ներկայացուցիչները սուտ ասելուց, մեր փողերը իրար մեջ բաժանելուց բացի ինչ պիտի իմանան, չէ՞, ասում էին հիբրիդային, էս ինչ են անում, հա, բան են անում, մեզ այո, գազի էներգետիկայի ընկեր Ռոլանդը շատ լավ ասաց ռուբիլնիկը սիրուն տալիս են Էրդողանին եւ Ալիևին այսուհետ Էրդողանը եւ Ալիևը կորոշեն կենսաթոշակառու դու կարողա 1000 դրամ պահել ես որ քո համար ճաշը պես բայց իրանք կորոշեն այդ գազը քեզ տան թե չտան մենք դրա նախադեպը Արցախում տեսել ենք հիշում եք գազի իհարկե տեսել ենք բլոկադայի ժամանակ արցախցիները ինչի միջով անցան Այս մարդը սիրուն, այո, մեր էներգո համակարգը, մեր անվտանգության երաշխիքային համակարգը հանձնում է Ադրբեջանին։ Դե գիտեք արդեն ավելորդ է ասել, հանձնում է Ադրբեջան, մեզ է հանձնել արդեն իրենց։ Իրենք են որոշում, մեր որտեղ իրենք կլքեն կամ չեն լքի, մեր մոտ անասնակեր կգա, սրանք էլ կհրջվեն այդ անասնակերից։ Դուք անասնակերից Ադրբեջանից եկող անասնակերից հրճվող իշխանություն եք։ Սուտ ասաների, գողերի իշխանություն։ Ձեր ամեն ինչը, տեսեք, տարին նոր է սկսվել։ Չէ, 1 ամիս է։ Նիկոլ Փաշինյան, դու արդեն 800 միլիոնի կարգի գումար ես հատկացրել Այնտեղ իրենց ինչ հասարակության կապերի պուակ է կոչվում, բոլորս լավ գիտենք, դրանք են հարյուրավոր ֆեյքերն են, որոնք նստած ամեն օր քեզ գրում են, Փարք վարչապետին այսպես ձեռքեր են դնում, մենք շատ լավ տեսնում ենք, չէ, մտնում տեսնում ենք ֆեյքեր են, անդեմ մարդիկ են, 802 միլիոն, դու սիրուն տվեցիր այդ ֆեյքերին, հասկանում ենք, մյուս ամիս են մի 800 դուրս գրի, որովհետև նախընտրական ամիսներ են, քեզ պետք է, որ բոլորը այսպես ձեռքեր անեն։ Դե սիրելի կենսաթոշակառուներ, քիչ մնաց, կուզեք ապրել, կուզեք, որ այս պայմաններում չլինեք, այս օրերին ինչքան տատիկ պապիկների հետ է մի դեպ խոսել, անիծում են ձեզ անիծում են, Արսեն Թորոսյան, քո ղեկավարած կառույցին, քո քաղաքական շեֆին եւ ձեր մնացածներին, Տիգրան Ավինյանախառը, ձեզ բոլորին անիծում են մարդիկ, բոլորիդ ձեզ անիծում են, որովհետև դուք չեք կարող էլի մարդկանց այսքան խաբելով, այսքան մարդկանց նվաստացնելով, այսքան տեսեք, անցած 5-շաբթի օրը մենք կառավարության շենքի հետ համայնքական ճակատշարժումը Արտաշիրիմում պահանջող ծնողների հետ ակցիա էր իրականացնում։ Մենք շատ լավ գիտենք Նիկոլ Փաշինյան քո բոլոր նախարարությունների դռները, տեղերը, նախարարներին անուն առանուն, ազգանուն առազգանուն, գիտենք դրանց։ Հիմա ինձ պատասխան է եկել, որ ձեր նամակը ուղարկվել է արտաքին գործերի նախարարին։ Մենք այդ արտաքին գործերի նախարարի տեղը շատ լավ գիտենք, ասեմ ավելին, այդ ցրտին, շատ սաստիկ ցուրտ օրեր, մենք չենք երկմտել եւ երթով գնացել մի նամակել այդ քո արտգործ նախարարին ենք հանձնել։ Ասենք ինչի ես դու նամակը ուղարկում այնտեղ։ Ինչի էլի։ Ինչի ես ուղարկում։ Մենք գիտենք իրեն ինչ ենք ասելու, բայց գիտենք նաեւ ձեզ ինչ ենք ասելու։ Գիտենք, չէ՞։ Ասում էր ուրիշի կոշիկ են լիզում, ձեզանից լավ լիզող, ձեզանից լավ ուրիշի, ասում է գոհունակություն չհայտնենք Ալիևին, գնացեք իրանց տանը ապրեք, ամեն օր գոհունակությունը ձեր հայտնեք, ինչ եք ուզում դուք ես ժողովրդից, ինչ եք ուզում ես պետությունից, խոսում են, մի քանի օր է ասում են բանա, չէ, մի սուտել ես որ աչքո, ձեր բոլոր ստերին ամեն օր անդրադառնալու եմ, են մահվան նախարարը ասում է տարեկան 10,000, տարեկան էր, ամսեկան էր, մի րոպե ես հիմա որպեսի սխալ չլինեմ, 10,000 աշխատատեղ են իրենք ստեղծում փաստորեն, ամեն ամիս, ուշադիր, ով նստած է չընկնի, ով կանգնած է չընկնի, տեսեք, այս մահվան նախարարն է ասում, ամեն ամիս
10,000 նոր աշխատատեղ ենք ունենում։ Հիմա ասում եմ ստի, դուք որ կարողանում եք 10,000 աշխատատեղ ունենալ, այն որ ասում են 300,000 աշխատատեղ կստեղծենք, ինչի եք տենց ընկնավորում բա։ Ինչի եք ասում դա անհնար է, որ դուք ամեն ամիս 10,000 աշխատատեղ եք ստեղծում։ Դուք հիմա պատկերացնում եք այս ազգը ինչի մեջ պիտի լիներ։ Ոսկյա բաժակով պիտի ջուր խմեր, որ դուք այդքան աշխատատեղ եք ստեղծում, կամ ասում են, բանա, ուսուցիչներ կան, Ալեն Սիմոն, մեզանից շատ աշխատավարձ են ստանում, հիմա հրապարակավ հարց եմ ուղղում, ասեք այն ուսուցիչների անուն ազգանունները, ովքեր 700,000-ից ավել աշխատավարձ են ստանում, գնամ դրանց դուռը ծեծեմ, տեսնեմ, այդ ոնց է ստացվել իրենց մոտ։ Անպայման հրապարակեք տեղով, գյուղով, համայնքով, տարածքով։ Ես ուզում եմ գտնել այդ բարձր աշխատավարձ ստացող։ Գիտեք, չէ՞, սա մի բուռ ազգ է։ Այստեղ մեկի տան խոսակցությունն է գնում մյուսի տուն հասնում։ Ձեզ թվում է այդքան սուտ, որ ասում եք։ Ձեր ստերը ինչքան էլ հույժ գաղտնի լինեն, ինչքան էլ դուք ուզենաք, ասենք, այն կենսամակարդակով ցածր մարդկանց ուղեղը լցնել, այլևս չի ստացվում։ Տարեցները ձեզանից ուզում են, երիտասարդները ընդհանրապես ձեր երեսը լսել չեն ուզում, միջին տարիքի մարդիկ էլ ձեզ հայոյելով ման են գալիս։ Անամոթությունը։ Հիմա դուք այսօրվա մեկ այլ խոսույթը լսեք, այն խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ, եւ այդ աշխարհակաղակական թակարդում գտնվողի խոսույթ է։ Ճշմարտությունն այն է, որ Հայաստանը մերը չէր եւ այլևս մերն է։ Եվ Հայաստանն է մերը եղել։ Գուցե Նիկոլ Փաշինյանի համար օրինակ Թուրքիան է եղել, Ադրբեջանն է եղել, Մեծ Բրիտանիան։ Ես արդեն իրենից էլ տարիքով մեծ եմ, Հայաստանը իմն է եւ իմն է լինելու։ Արցախը մերն էր եւ մերն է լինելու նորից մի օր։ Ես սա վստահ եմ ասում, որովհետեւ դարերով Հադրութում բնակեցված մարդիկ, դարերով, նրանք ասում էին ադրբեջանցու դες սուտ ասելը հոպոզով պոչով չի, 21-ին, որ եկար իշխանության Նիկոլ Փաշինյան, ինչ է իր ասում, Հադրութի դեօկուպացիա, սուտ ասան եք դուք, սուտ ասան, հիմա իր մարդը, եթե տարավ հազարավոր երեխաների, տղաների գլուխ կերավ, հազարավորների դարձրեց հաշմանդամ, հարյուրավոր ընտանիքներ այսօր ընկած իր տղային է որոնում, հազարավոր արցախցիներ իրենց շիրիմները թողել են թուրքի ոտքի տակ, ու դու ասեցիր, որ մենք հաղթել ենք, մենք եթե պարտվենք էլ մենք պիտի ասենք, որ մենք հաղթել ենք, դե դրանցից էլ ինչ ենք ուզում, ես ուղղակի սիրելի ժողովուրդ, ուզում եմ ձեզ ասել, ամեն օր իրենց ստերը ամեն օր ձեզ մատնացույց եմ անելու, դա ես իմ համար պարտքի ու պատասխանատվության նման մի բան եմ համարում, ամեն օր այս մարդկանց ստերը ես պետքա ձեզ ի ցույց տնեմ, եթե դուք ուզում եք, որ ունենաք անարժանապատիվ կյանք, սուտասաների ու գողերի իշխանություն, 26 թվականը ձեզ համար այդ հնարավորությունը տալիս է, հունիս ամիսը, եթե դուք ուզում եք ունենալ արժանապատիվ, անվտանգ երկիր ու կյանք, այդ հնարավորությունն էլ է ձեզ տված 26 թվականի հունիս ամիսը, եթե դուք ուզում եք ունենալ թուրքի կոշիկ լիզող, թուրքից շնորհակալություն հայտնող, մեր երեխաներին սպանող, խոշտանգող, մորթողներից շնորհակալություն հայտնողների իշխանություն 26 թվականի հունիսը ձեր առաջ է։ Եթե դուք ուզում եք ունենալ իրապես խաղաղ, իրապես արժանապատիվ, իրապես առանց Թուրքի Հայաստան, 26 թվականի հունիսը ձեր առաջ է։ Դուք եք որոշելու 26 թվականին այս գողերի ու սուտասաների բանդայի հետ ենք շարունակելու մեր կյանքը, թե մենք լինելու ենք արժանապատիվ, դրսում մեր գլուխը չկախող, օրեր առաջ դրսում խոսում էի իմ հայրենակիցների հետ, ասում էին դե ախր այսպես չենք ապրել, այո, այդպես չեն ապրել,
աշխատել են դրսից, օգնել են այստեղ իրենց տատիկներին, հայրիկներին, մայրիկներին, հորեղբայրներին, արժանապատվորեն են, բայց դրսում կարողացել շփվել, հարաբերվել։ Հիմա, երբ որ դու ունենում ես կոշիկ լիզող իշխանություն, Թուրքին շնորհակալություն հայտնող մեր զավակներին, Վագն Խաչատուրյան, անակնկալ ունեմ ձեզ, սպասեք, իսկապես անակնկալ ունեմ ձեզ, դուք սպասեք, դուք պիտի շնորհակալություն, դուք դեռ շնորհակալություն հայտնելու ժամանակ ունենալու եք։ Մեկ այլ հարց, ԵԽԽՎ-ում Արարատ Միրզոյանը խոսում է այն մասին, որ Հայաստանում այն տեսակետը, թե եկեղեցականները, սրբազանները ենթարկվում են ճնշումների, դա բլեֆ է, ավելին, ես չգիտեմ, ոնց կմեկնաբանեք, ինքը այս ամեն ինչը կապում է նաև այն մասին, որ այս մարդիկ կալանավորված են, որովհետև սպառնում էին իրեն կամ Նիկոլ Փաշինյանին սպանել, խնդրեմ։ Հայաստանը ընդհանրապես տարածաշրջանում եւ ողջ աշխարհում իր մարդկության թվականակով ռեկորդագիր երկիր է քաղբանտարկյալներ ունենալու հարցում։ Չկա այդպիսի երկիր, որ այսքան քաղբանտարկյալ ունենա, այսքան հետապնդվող եւ այսքան շինծու գործերով դատվող մարդիկ ունենա։ Արարատ Միրզոյանի այդ խոսույթը իրենց թվում է, որ այս աշխարհում բացի իրենցից ԵԽԽՎ-ում էլ ոչ մեկ չի եղել, ոչ մեկ չի խոսել, ոչինչ չի ասել, ահա իրենք էր որ Արարատ Միրզոյան քո ձայնը դողում էր, բարը ես շատ այսպես մոտիկացրել եմ կադրը, երբ որ դու ուզում էիր ադրբեջանական պատվիրակությանը համոզեիր, որ դա Զանգեզուրի միջանցք չէ, այլ թրիփի ճանապարհ է։ Ձայնը դողում էր վախից։ Հիմա իրենց ասելով չի, որ Հայաստանում մենք ամեն օր տեսնում ենք հալածանք, ոչ միայն սրբազաների բանտարկված այդ հոգևորականների նկատմամբ կեղծ դատավարություններ, այլ մենք ամեն օր տեսնում ենք հալածանք քրիստոնյաների հայ հասարակության հանդեպ, որովհետև եկեղեցու նկատմամբ այդ արշավը հալածանք է յուրաքանչյուր քրիստոնյայի հանդեպ։ Եվ իգիտություն քեզ Արարատ Միրզոյան, ուզում եմ ասել, որ հալածվում են ոչ միայն այդ հոգևորականները, այլ բոլոր քրիստոնյա հայերը, հավատավոր հայերը, որոնք ապրում են Հայաստանում, որոնք ապրում են Հայաստանից դուրս, որովհետև ամեն օր մենք արշավ ենք տեսնում մեր հավատքի եւ մեր ինքնության վրա։ Այնպես չի, որ Արարատ Միրզոյանը ասվեց, եւ մի բան էլ ես այդ իրենց ելույթներից, այսօրվա իրենց այդ Չիկագո կսարքենք նոր գյուղը, դու ախր դուք չգիտեք անգամ, որ նորագյուղում կոյուղի չկա, տարական կոյուղագից չկա, ու դուք ուզում եք այդտեղ Դուբայ սարքեք։ Դուք Փաշինյանը զարմացավ, ոնց ասում այդտեղ կոյուղագից չկա, չէ, չկա։ Այդ պարտքերը, որ բերում ես, միլիարդներ լցրել ես մեր բոլորի գլխին, չէ, կոյուղագից էլ չկա, ճանապարհ էլ չկա, մարդավարի լուսավորություն էլ չկա։ Սրանք, գիտեք, հիմա այս սիրելի ժողովուրդ, մինչև հունիս ամիս պատրաստ եղեք աննախադեպ ստեր լսել, աննախադեպ ստեր եք լսելու, այ կարող ասեմ բանա։ Չէ, բայց այս հայտարարությունն էլի նորից գալով Արարատ Միրզոյանի հայտարարության, ասում է բլեֆ է, որ Հայաստանում սրբազանները այո, աննախադեպ ստեր ենք լսելու, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք Հայաստանում չունեն իշխանություն, խարխլված է իրենց իշխանությունը եւ Արարատ Միրզոյանի այդ պուպսիկ, Զանգեզուրի միջանցք չկա, ես լավ մթնոլորտը չեմ ուզում, մենք ախը հաճելի մթնոլորտը չեմ ուզում։ Դուք լավ հասկանում եք, որ դուք իշխանություն չունեք եւ ձեր միակ այդ բանը մնացել է
Եվրոպան, Եվրոպայից փող ուզեցիք բերեցիք, հիմա էլ ասում եք եկեք ամեն մեկից գլխին կանգնեք, որ ասեք այս մարդիկ ժողովրդավարության, չգիտես, եսի ինչեր են, այս ամեն ինչը Եվրոպայում հնչեցված մի բան էր ասում, տեսեք այնտեղ ասում էր հիբրիդային հարձակումներ եւ այլն բան, չէ, ուզում էր ասել, մենք այլևս անկարող ենք դիմագրավել, եկեք մեզ փրկեք 26-ին, թե չէ կարողա մենք չլինենք, Հայաստանում գա մի իշխանություն, որոնք ամեն ինչ չէ, որ դուք ուզեք ասեն ձեր սրտով կանենք, այո։ Այս էր իրանց ասածը, իրենց վախը, Եվրախորհրդարանում Արարատ Միրզոյանի ելույթները, այսօրվա կառավարության նիստում իրենց ելույթները մի բան են։ Ասում են, որ Եվրոպա, Ալիև, Էրդողան, ուզում եք ձեր ծրագրերը ամբողջությամբ իրականացվի, ուրեմն մեզ շատ փող ուղարկեք, որ մենք սրանց հերն անիծենք։ Կհիշեք, այն բանը ժամանակին ինչ էին անում, չէ, դատավորներին չէին թողնում մտնել դատարաններ, ասում էին բան ենք անում դատարանները։ Մենք այսօր ունենք երբևէ ամենախայտառակ դատական համակարգը, ամենախայտառակ դատական համակարգը, ում վրա Նիկոլ Փաշինյանը SMS-ա գրում պիտի դատեն, այդ մարդը հայտնվում է ճաղերի հետևում, կամ երկրից դուրս է գալիս, ում վրա ամենախայտառակ դատական համակարգը ունենք այսօր։ Այն ժամանակ կհիշեք, հակասահմանադրական քայլերով եկավ, ասեց, դատավորին են պատուհանից քաշում էին, չէին թողնում գնար դատական նիստին։ Հիմա նույն բանը իրականացում են մեր եկեղեցու հանդեպ, հոգևորականներին չեն թողնում մտնել եկեղեցի։ Եթե մենք թույլ տանք, չնայած տեսնում եմ, որ թույլ չենք տալիս, բայց եթե ինչ-որ պահի թուլանանք եւ թույլ տանք, ունենալու ենք նույն խայտառակ վիճակը։ Ինչին սրանք կպել են, կամ ծախել են, կամ օտարել են, կամ արտապատվիրակել են, կամ թուրքին են տվել, կամ չկա մի բան, որ սրանք ասել են կանենք ու իրենք արել են։ Հիմա եկել են ճոռոմ խոսելու, իրենց վախերը դրսին ցույց տալու ժամանակն է։ Ինչ է ասում Արարատ չունենք, մի անգամ էլ Ալիևին, Էրդողանին ասում է, տեսեք, ես բարձր ասում եմ, եկեք տեր կանգնեք, ձեր տղուն եկեք տեր կանգնեք ստեղ, ես չեմ կարողանում այլևս դիմադրել, իրենք էլ են, չէ լսում, այդ որ ասում եմ, տատիկ պապիկներ անիծում են, ինչ ասել, իրենք էլ են, չէ լսում, իրենց էլ են, չէ, ու ասում, տեսեք, հասարակության մեջ ձեր հանդեպ այսպիսի վերաբերմունք կա։ Գիտեն, չէ, ինչպիսին է վերաբերմունքը, հետևաբար իրենք հիմա այդ ասում են եկեք, ձեր տղուն մենակ մի թողեք, տեսեք գիրքը սրտիս եմ դրել Էրդողան ջան, տեսեք Ալիև, քեզ ոնց եմ տեսնում, ուզում եմ են Վահագն Խաչատուրյանն ասել է շատ սենց բան, սրտաճմլիկ է շնորհակալությունը կհայտնես, ես այստեղից իմ գողունակությունը, դու այնտեղից քո շնորհակալությունը, Մակրոն տես, գիտեմ, որ Թրամփը իրենց համար Թրամփը այստեղ իր հարցերն է լուծում։ Թրամփը Հայաստանով Իրանի հետ իր հարցերն է լուծում, ընդհանրապես իր հարցեր։ Թրամփը իսկի Հայաստանի տեղը չգիտի, մեկ Ալբանիա էր ասում, մեկ Ալժիր ու Չադ էր ասում, չգիտես ինչ էր ասում։ Դուք մտածում եք, որ պիտի Թրամփը գա, ինչ որ մի Նիկոլի ասի, եկել եմ ձեզ պիտի, չէ, չի լինի նման բան։ Այնպես որ Սիրելի ժողովուրդ, մենք պիտի կարողանանք համախմբվենք առաջիկա ամիսների ընթացքում, դառնանք միասնական եւ կարողանանք այս գող ու ստախոսների բանդային ճանապարհենք այնտեղ, որտեղից իրենք եկել են։ Այսքանը։ Շնորհակալ